Վերջին շրջանի հրապարակումներում մենք տեսնում ենք, որ շեշտադրում են փոխվել է էականորեն եւ նշվում է, որ հուշարձանը նույն մնացել է հաշված օրեր եւ առաջկա օրերի ընթացքում այդ հուշարձանը քանդելու են եւ նմանատիպ ամենաշատ տեսանյութեր տարածող եւ լուսանկարներ տարածողը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անձնական օգտագործման բլոգեր Քամրան Ռազմավարն է, որը մենք եք մեր սայր հուշակոթողի տարածքից հրապարակած տեսանյութին մեկնաբանել է, որ հաշվատորեր են մնացել հուշարձանին։ Սա նշանակում է այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական հուշակոթողը ոչնչացնելու համար։ Այնպես ինչպես Արևմտյան Հայաստանում Թուրքիան իրականացրեց հայոց ցեղասպանությունը եւ ինչ օրս իրականացում մշակութային ցեղասպանություն պատասխանատվության չընթարկեցին, համապատասխան պատժամիջոցներ չկիրառեցին եւ դա կրկնության համար պարարտող նախապատրաստ։ Իսկ նույնը Արցախի պարագայում դեմը չառնելու պարագայում մենք նմանատիպ փաստերին ականատես ենք լինելու ոչ միայն Արցախում, այլ նաեւ տարբեր երկրներում։ Սա կարևոր հանգամանք է, որ պետք է հաշվի առնենք եւ պետք է նշենք, որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկեն, որպեսզի Արցախը չդառնա երկրորդ Նախիջևան։ Այստեղ անելիք ունի ոչ միայն միջազգային կազմակերպությունները, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները եւս պետք է զբաղվեն այս հարցով, ոչ միայն կրավորական այսպիսի դիրք ընդունեն, այլ բոլոր վանդալիզմի դեպքերը դարձնեն միջազգային քննարկման առարկա։ Եվ ամենակարևորը միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ Արցախի տարածք ուղարկեն փաստահավաք առաքելություն իրականացնող մոնիտորինգային անկախ խումբ, որը պետք է տեղում իրական պատկերը վերհանի